Երկարատև քննարկումների, վերլուծությունների, բանավեճերի, դիսկուրսի, թե հանրային, թե փակ միջավայրում եւ նաեւ մեր հանդիպումների տարբեր շրջանակների հետ, հանրության հետ արդյունք է եւ ըստ էության տասնամյակների փորձի վերլուծության արդյունք է մեր երկրի ցավոք շատ առումներով այս կետերի եթե պրիզմայով նայենք բացասական փորձի առումով Ես քանի որ ժամանակի, այսպես ասած, դեֆիցիտ ունենք, կարճ կխոսեմ, առաջի 1, 2, 3 կետերի վերաբերյալ, ուղղակի առաջի այդ 1-2 կետը, ինչու ենք մենք դրել առաջի պլանում այս կետերը, որովհետև ամեն ինչ, թե սոցիալական խնդիրները, թե անվտանգային խնդիրները, զարգացման հիմնախնդիրները կապված են աշխատատեղերի հետ, ներդրումների հետ Եվ այնպես չէ, որ տասնամյակներ շարունակ մոտ 2 տասնյակ կամ մի քիչ պակաս կառավարություններ են աշխատել, իրենց բոլոր ծրագրերում արձանագրված են եղել ներդրումները, աշխատատեղերը, կար ժամանակ նույնիսկ նախագահի թեկնածուներ կային, որ 100,000-ներով հատ աշխատատեղեր էին խոստանում, բայց դա իրենց ժամկետի վերջին մոռանում էին, գալիս էր նոր Այսպես ասած շրջափուլը քաղաքական ցիկլը նորից կային կառավարություններ, որոնք երկարաժամկետ ռազմավարություններ էին առաջարկում, ես կարող եմ մեկը, այսպես ասած 14 թվականին ընդունված Հովիկ Աբրամյանի կաբինետի 14-25 թվականների ռազմավարությունը, ինչ եղավ այդ ռազմավարությունը, ինչու, այսպես ասենք, տապալվեց, ինչու արդյունքները չարտիկուլացվեցին եւ այլն Դրա համար մենք որ այս կետերը առաջարկում ենք եւ առաջի հերթին ներդրումները եւ ազատ տնտեսական գոտիների հիմնախնդիրը մենք դրանց տակ դնում ենք հաշվարկներ նաեւ հաշվի առնելով ցավոք ազատ տնտեսական գոտիների բացասական փորձը մի քանի օրինակներ ես բերեմ Ալյանս ազատ տնտեսական գոտին Ռաո Մարսի տարածքում ժամանակին ասվում էր որ միջին ժամկետ այնտեղ ստեղծված ընկերությունները կզարգացնեն, կգեներացնեն մինչև $500 միլիոն արտահանումներ, արտադրություն արտահանում, երկարաժամկետ $1 միլիարդից ավելի։ Մյուսը Մերիդիան ազատ տնտեսական գոտին, որը ճիշտ է, բարձր տեխնոլոգիական չէ, ոսկերչական, ակնեղենի մշակման, նաև ժամագործական արտադրություններ, այնտեղ եւս այդպիսի գնահատականներ եւ կանխատեսումներ կային մինչեւ $200 միլիոն միջին ժամկետ արտահանում, երկարաժամկետ $500 միլիոն։ Էկոս ազատ տնտեսական գոտին նույնպես նույն կարգի է Հրազդանում ձևավորված 14 թվականին մի խոսքով մենք վերլուծել ենք այս փորձը, որը փոքր իհարկե էպիզոդ է, ընդհանրապես ազատ տնտեսական գոտիների ձևավորման զարգացման միջազգային փորձի կոնտեքստում պետք է ասեմ, որ սովորաբար այս ֆորմատների հիմքում դրվում է արտոնյալ հարկային ռեժիմը։ Պետք է ասեմ, որ այն ինչ որ արվել է այս թվարկված ազատ տնտեսական գոտիների, դրան գումարեք նաև մեղրու ազատ տնտեսական գոտին, ժամանակին էլի միլիարդավոր դոլարների արտահանման ակնկալիքներ կային համատեղ։ Հարկային ռեժիմը արտոնությունները մրցունակ է, մենք ուսումնասիրել ենք, բայց արի ու տես, որ հիմնական խնդիրները կապված են եղել կառավարության գործողությունների խոցելիության հետ։ Կլաստերային ռազմավարության բացակայությունն է, ներդրումների սահմանափակ հոսքը, այսինքն խթանման գործիքական կազմերի խոցելիությունն է եղել եւ իհարկե լոգիստիկ ենթակառուցվածքների թուլությունը։ Հիմա ուղղակի առաջարկների կարգով ես ուրեմն 17 կետից բաղկացած այսպիսի ընդհանրապես Հայաստանում այս 10 գոտիների զարգացման առաջարկներ են մշակված Ընդհանուր գծերով ասեմ, որ մենք հաշվում ենք, որ դրանք պետք է լինեն բարձր տեխնոլոգիական հենքի վրա կառուցված ազատ տնտեսական գոտիներ, որոնք պիտի գեներացնեն բարձր տեխնոլոգիական եւ ինչպես պարոն Մերկոմյանը ասաց, բարձր եկամտաբեր աշխատավարձերի բարձր մակարդակ ենթադրող աշխատատեղեր։ Յուրաքանչյուրը մոտավորապես 15-ից 20 հազար աշխատատեղեր կարող է իր ենթակառուցվածքներով, սպասարկման կլաստերի բաղադրիչներով
Եվ ընդհանուր առմամբ, եթե գումարում ենք այս 10 ազատ տնտեսական գոտիների կտրվածքով, հնարավոր է 3-ից 5 տարվա ընթացքում այդտեղ ներգրավել 1.5-2 միլիարդ դոլարի ներդրումների միջոցով, բայց ինչ պետք է անել, լուծել այս կլաստերային ռազմավարության մշակման եւ կառավարության գործողությունների խնդիրը, ապագա իշխանությունները, եթե ցանկանում են իսկապես լուծել նոր արդյունաբերականացման խնդիրը, պետք է հետևողական լինեն, քիչ է թղթի վրա գրել օրենքներ ընդունել, քիչ է գերատեսչական նորմատիվային ակտեր ընդունել եւ, այսպես ասած, թողել ազատ լողացող ռեժիմով, պետք է ամենօրյա ռեժիմ, որպեսզի դա կայանա։ Եվ մեկ ուղղակի դիտարկում ես ավարտում եմ, կապված ներդրումների կոմպոնենտ է ըստ էության այն նվազագույն աշխատավարձի առաջարկը 120,000, ինչ թիվ է դա։ Ընդհանրապես սա ոչ միայն աշխատատեղերի խնդիր է լուծում, այլ նաև ժողովրդագրական անվտանգության խնդիր է լուծում։ Այս ցածր 4,000 դրամ։ Այո։ Այսօր բամբուրը քանի հազար դրամով է աշխատում սովորական շինարարության բամբուրը։ Մեր հայրենակիցները չեն աշխատում այդպիսի ցածր աշխատավարձերով։ Ժամանակին մենք խոսել ենք, այս մասին բարձրաձայնել ենք, հարցազրույցներում, դիսկուրսներում, տարբեր սրահներում, հարթակներում, որ չի կարելի այսպես, դա կբերի ժողովրդագրական կոլապսի։ Մենք տեսնում ենք տասնյակ հազարավոր տարբեր դնենք մի կողմ, թե ինչ ազգի մարդիկ են գալիս, նրանք գալիս են, որովհետև հարմար է, համադրելի, եթե համադրելիության կոնտեքստում նայենք, ավելի հարմար է այդ պայմանները, քան իրենց երկրի առաջարկված պայմաններն են։ Հետևաբար այստեղ պետք է խնդիրը լուծել, նախ բարձրացնել այդ շեմը, հետո հետևողականորեն մի քանի տարվա ընթացքում էլ ավելի բարձրացնել եւ ի վերջո լուծել այդ համադրելիության խնդիրը։ Ինչու պետք է հայաստանցին շինարարություն անի Կրասնոդարի երկրամասում կամ Թյումենի մարզում, երբ որ այդ աշխատանքները այստեղ հնարավոր է կազմակերպել իր ընտանիքի, այսպես ասած, ներկայությամբ եւ մարդկանց աշխատատեղերը պահել երկրում։ Սա է, ես ընդհանուր առմամբ այլ դիտարկումներ էլ կան, բայց ժամանակի նաև մեր գործընկերներին, որպեսզի հնարավորություն տանք, շնորհակալություն։ Շնորհակալություն